Բոլորին բարի օր, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 26-ն է, սա գեղեցիկ Ջրաղացի ձորի պատկերն է, այսօր կպատմեմ մեր սեպտեմբերյան վերջի նորություններից ինչ ենք անում, ինչ պետք է անենք, մինչ այդ խնդրում եմ բաժանորդագրվել մեր այս ալիքին, հավանել տարածել վիդեոները, հավանել հատկապես և մեզ ուղարկել կոմենտներ, որովհետև YouTube-ը պարզում է փոխել է իր ալգորիթմը և այն տեսանյութերը, որոնք հավաքում են հավանումներ և կոմենտներ, դրանց տալիս է առաջնայնություն, տարածեք նաև իհարկե, որպես ինչքան շատ հնարավոր է մարդ տեսնի, նաև շնորհակալ կլինեմ, եթե մտնեք այս տեսանյութի տակ դրված մեր կայքէջը, որտեղ կարող եք նորություններն իմանալ մեր աշխատանքի, հոդվածները բաժինը նայեք, հետաքրքիր կլինի, ինչպես նաև կարող եք առցանց գնել մեր արտադրանքը, մեր բարձրակարգ սևանկուսի և դորպերի միս, ինչպես նաև կարող եք տեսնել, թե էլ որտեղ է վաճառվում կամ մատուցվում։ Շնորհակալություն, ես այստեղ գալուց երկար ժամանակ փնտրում էի, թե որտեղից եմ նկարելու, որովհետև սա մեր ամենաբարձր տեղամասն է, 4 տեղամասը, մի քիչ հետո կպատմեմ, թե ոնց ենք ստեղ հասել, և այստեղ ռելիեֆը մի քիչ ուրիշ է, կտրտված և հարկավոր է շատ հնարամիտ լինել, որպեսզի նկարել և այս գեղեցիկ համայնապատկերը և սևանգուսներին, այնպես որ ես սկսեցի համայնապատկերից։ Սա Ջրաղացի ձորն է հյուսիսից հարավ, հեռվում երևում է մեր ճամբարը և մեր ուսումնական և ծառայությունների կենտրոնը, քիչ ծառի հետևում, ամբողջությամբ պատրաստի և ֆունկցիոնալ։ Ինչպես ենք մենք հասել այստեղ, սա մեր ամենաբարձր տեղամասն է, զգույշ հարկավոր է քայլել, որպեսզի և չընկնել և կամերան ուղիղ պահել։ Սա մեր ամենաբարձր տեղամասն է, ժողովուրդ, և մենք սովորաբար հասնում ենք այստեղ հոկտեմբերի կեսերին և մնում ենք այս տեղամասում մինչև նոյեմբերի կեսերը։ Տեղամասը ձգվում է ուրեմն դեպի արևմուտք այստեղից, ուղղակի արևը խանգարում է և պատկերը այնքան էլ լավ չի ստացվի։ Բայց այս տարի շուտ ենք հասել այս տեղամաս, ինչու, որովհետև և նախկին տեսանյութերից հետևողները տեղյակ են, մենք ունեցել ենք անսովոր երկար և խորը արհավիրքային կարելի ասել երաշտ այս տարի, 2 ամիս անձրև չի եկել, և մառախուղ չի եղել, և շոգ եղանակներ են եղել, և ամբողջ խոտը չորացել էր, և մենք որպես արոտային ֆերմա, մենք կառավարում ենք արոտները, մենք չունենք արոտները, մեր առջև ընկած արոտները, որը խոտը պետք է ուրեմն վերականգնված լիներ, արդեն արածեցումից հետո ամբողջությամբ չորացել էր և նույնիսկ քայլելուց փոշիանում էր, այսինքն փոշի էր դուրս գալիս, փշրվում էր այդ խոտը, մենք չունենք արոտավայր, և ստիպված մեջ տալով, այսինքն թռնելով, թռչելով այդ արոտավայրերի վրայից, եկել հասել ենք ամենավերջի մեր հանգրվանը, երբ որ մենք այստեղ հասանք, դեռ անձրև չկար և արդեն 2 ամիս անցնում է և անձրև չկա և դա սա մեր վերջի հանգրվան է, այսինքն մենք ստիպված էինք մնալ այստեղ, մինչև որ անձրև գա և կենդանիներին փրկելու միակ ձևն էր,
թողել այդ մեր ուրեմն մեջտեղ ընկած բոլոր պլանավորված արոտավայրերը, տեղամասերը եւ հասնել այստեղ։ Եվ այդպես էլ արեցինք։ Հասանք այստեղ եւ մի շաբաթից մեր վրա հորդած 3 օրվա մեջ հորդած ամբողջ մի ամսվա տեղումների քանակ։ Անձրև, մառախուղ, կարկուտ նաեւ։ Եվ մենք փաստորեն մի ամիս շուտ ենք եկել այստեղ, մեջ տալով, թռնելով արոտավայրերի տեղամասերի վրայով եւ հիմա պետք է կոմպենսացնենք, ասենց ասեմ, մեր իջնելուց, որովհետեւ հիմա մեր իջնելը ավելի երկար է տևելու, քան թե մեր բարձրանալը եւ այն տեղամասերը, որ չենք օգտագործել, հիմա ես այստեղ գալուց նկատեցի, որ նրանք արդեն վերականգնվում են, մենք հենց այդ տեղամասերում մի քիչ ավելի երկար կմնանք եւ կկոմպենսացնենք մեր խաթարված արոտային տարածեցման պլանը։ Հիմա փորձում եմ ավելի մոտ գնալ կենթայիներին, սևանգուստներն են այստեղ, տորպերները մի քիչ ներքև են, լանջերի վրա, վերականգնվող արդեն լանջերի վրա, տեսնում եք մեր այն վայրերից մեկը բարձրացել է ամենավերևի մասերը։ Սա դեռ 4-րդ տեղամասի ներքևի մասերն են, բայց ստիպված են եղել մեծ տեղամաս տարածք տալ իրենց, որովհետև այստեղ ինչ-որ չափով նաև նույնպես խոտը չորացել էր։ Հիմա արդեն նկատելի է, որ չորխոտի տակից դուրս է գալիս կանաչը եւ սա ինչ է տալիս մեզ, ոչ միայն հիմիկվա համար սա լավ նորություն է, նաև ձմեռվա պահուստավորման համար, արոտավայրերի պահուստավորման համար, այսինքն չորի տակից, դեղինի տակից կլինի կանաչ։ Եվ այդ համադրությունը իդեալական է, հատկապես անգուսների համար, որովհետև նրանց մարսողական ամբողջ համակարգը ստեղծված է այնպիսի ձևով, որ ամենասննդարար, նույնիսկ մաքուր սպիտակուցով կերը դրա մարսելու եւ յուրացնելու համար հարկավոր է 4 նյութ, իներտ ցելուլոզա, այսպես ասած, որը պետք է օգնի այդ նյութերին մարսվելու եւ հենց դա էլ տեղի կունենա մեր դեպքում ձմեռվա ընթացքում յուրացվելիությունը բարձրանալու հաշվին կենթայիները պետք է կարողանան ձմեռն անցկացնել։ Դա ձմեռը մեր համար ողջ մնալու սեզոն է, ոչ մի ուրիշ խնդիր մենք չենք դնում մեր առաջ։ Մենք ծինը կառավարում ենք այնպես, որպեսզի չլինի որևէ ծին ձմռանը, ինչքան հնարավոր է չլինի։ Այստեղ կանգնենք եւ այստեղից անգուսները ծառերից կերևան ավելի շատ։ Ընդամենը պետք է դիմանալ ձմռանը եւ մենք ձմռանը հարացնում ենք անգուսներին այնքան ժամանակ, քանի դեռ արոտավայրերը ձնով չեն ծածկվել ամբողջությամբ։ Եվ էլի գտնվելու են ազատ արոտում, այդ ընթացքում կապ չունի ձուն է գալիս, անձրև է գալիս, ես չգիտեմ ինչ է գալիս, կամ բուք է, մեր տեղամասերը դասավորում ենք այնպես, որպեսզի լինի քիչ թե շատ քամուց պահպանված տեղեր լինեն, որպեսզի պետք լինելու ժամանակ անգուսները կարողանան այնտեղ պատասխանեն։ Անուն դեպքում ես փորձեմ անցնեմ այս մասը։ Ձերը գտամ անցրի։ Ձմեռը մենք դա ենք անում, ողջ ենք մնում ընդամենը։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի կենթայիները լինեն լավ սնված ամառվա ընթացքում։ Հիմա սա մեր
Մայրամանկականն է, լսում եք հիմա այդ փոքրիկները, մայրերը փոքրերին են կանչում, կաթուտելու ժամն է եւ փոքրերը մայրերին փորձում են գտնել։ Այս զորակում տեղավորվել են անգուսները ինչ որ ձև կանչում են իրար եւ արոտների կառավարումը մայրամանկականի համար ունի մեկ նպատակ, ինչքան հնարավոր է շատ քաշ հավաքել իրենց վրա, որպեսզի կարողանան ձմեռան։ Հիմա մենք ամեն ինչ արել ենք դրա համար, նույնիսկ այս անսովոր երկար, խորը, ծանր երաշտի ընթացքում, երբ որ շուրջ բոլորը ֆերմերների կենդանիները, որոնք գտնվել են արոտներում, նույնիսկ ամառային, լավագույն արոտներում, իրենց մոտ եղել է քաշերի անկումներ, մեր մոտ ոչ չի եղել, նույնիսկ տեսնում ենք, որ քաշ են հավաքել հանգուստները, ամենաշատակեր հանգուստները, որոնց համար պետք է մաքսիմալ շատ բարձր որակի կեր։ Դա նրանից է, որովհետև մենք լավ ենք կառավարել, արոտները զարգացրել ենք, ուժեղացրել ենք նախորդ տարիների ընթացքում եւ կարողացել են մնալ իրենց մարմնական լավ վիճակում այս կենդանիները, որը լավ է մեր համար։ Հիմա մնում է, որպեսզի ձմեռային արոտային ծրագիրը ճիշտ կազմակերպելով, պահուստավորելով արոտները ճիշտ, որը մենք սկսել ենք անել 2-3 ամիս առաջ եւ հիմա նորից այս տեղում նալից եղանակը հնարավորություն է տալիս դա մի քիչ ավելի էֆեկտիվ կազմակերպելու, որպեսզի ձմռանը կենդանիները չսարչեն։ Ոչ մի կենդանի, ժողովուրդ, տեսեք, կովեր, ոչխարներ, չգիտեմ, ձիեր, այդ կենդանիներից ոչ ոք չգիտի ինչ է նշանակում կենտրոնացված ջեռուցման համակարգ, այդ մարդիկ, որ ասում են գոմերում պետք է դնենք, տաքացնենք եւ այլն, իրանց դա պետք չի։ Ջերմություն պետք է, բայց ոչ կենտրոնացված համակարգի միջոցով, տաքություն ապահովելով, գոմերը սրանց խցկելով, չէ։ Կենդանին պետք է կեր, կենդանին պետք է լավ արոտավայր, կենդանիներին համար, իրենց համար, տեսեք անգուստների համար շատակեր, իրենց պետք է ուղղակի ավելի շատ եւ որակյալ կեր, այսինքն որին մենք փորձում ենք հասնել յուրացվելիությանը բարձրացնելու միջոցով այդպիսի խարոտավարեր պահուստավորելով եւ իրենք ուղղակի այդ ժամանակ մի քիչ շատ կուտեն, որովհետեւ ունեն երկու խնդիր, առաջինը քաշը պահելու, կենսագործունեությունը պահելու իրենց մարմնի օրգանիզմի գումարած, որ իրենք պետք է նաև պայքարեն այդ ժամանակ ցածր ջերմաստիճանների դեմ, այսինքն նաև հավելյալ էներգիա պետք իրանց, որպեսզի դիմանան։ Եվ վերջ։ Ներողություն։ Եվ վերջ։ Հարկավոր է նաև իրենց քամուց պատասպարելով, քամարկել, որը, չգիտեմ, բլուրներ են, ստեղ ծառերը եւ այլն, եւ վերջ։ Եվ ձուն կարող է գալ վրակները եւ անձրև կարող է գալ։ Իրենք մարդիկ չեն, իրենք այդպիսի զգայուն եւ նուրբ չեն եւ մարդկանց պետք է տանի կամ պայման դե սրանց էլ պետք է մենք ծածկ ունենք ծմերվա համար, որ իրենք ծածկ կամարկելով, որտեղ մենք տեղափոխում ենք եղատափում, կառուցված է ռզգայի եւ ավստրիական զարգացման գործակալության եւ մեր համաֆինանսավորմամբ, որտեղ նրանք պատասպարում են միայն այն դեպքում, որ բոլոր արոտավայրերը փակ են եւ մենք իրենց կերակրում ենք արդեն ռազմավարական գնված խոտով տուկերով։ Մնացած ժամանակ այս կենդանիների լավագույն տեղը արոտավայրն է։ Բայց նորից եմ կրկնում, հենց նենց արոտավայր մարդիկ նշանակում է դուս եք թողում, թողեք ինչ գտնեն ուտեն, ոչ, հատուկ պահուստավորված ձմեռային արոտավայր,
որի մասին կպատմեմ մյուս տեսանյութերում, այսքանով պետք է ավարտեմ այս մեկը, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար, հավանելու, գրանցվելու, բաժանորդագրվելու, մեր տեսանյութերը կիսելու համար, ուրիշների հետ ուղարկելու համար ուրիշներին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր կայքեջը այցելելու համար և նորից մեծ շնորհակալություն և կտեսնենք